Ջերմուկի քաղաքապետը եւ ավականու ամբողջ կազմը դիմել է վարչապետին, խնդրելով, որ չթույլ չտան ամուսարի ծրագիրը, քանի որ դա ջերմուկի վերջը կլինի։ Բոլոր փաստաթղթերը այստեղ են, կարող եք ծանոթանալ։ Եվ եթե այդպեսի բացասական գնահատական կա, փորձել ենք հասկանալ ինչ է կատարվում, ինչի համար Սերժը այս ամուսարի ծրագիրը, այսպես ասած, կյանքի այսպես բուրն ձևով կոչվեց։ Հասկանում ենք, ես ուզում եմ այստեղ հայտարարել դա իհարկե իմ կարծիքը, բայց կարծում եմ, որ շատերը կկիսեն այդ կարծիքը։ Սա քաղաքական որոշում է, ոչ մի հիմնավորում գնահատականներ այդ որոշումը իմ կարծիքով չունի, որովհետև քաղաքական որոշում է, կայանում է լրիվ ուրիշ ձևով, ինչ-որ պայմանավորվածության պարագայում, հիման վրա, և մենք ստեղ, որովհետև մենք ստեղ կարող ենք ստուգ տեսնել, ով է այդ խոշոր քաղաքական խաղացողները։ Իհարկե դա միջազգային ֆինանսական կորպորացիա և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը, ով հանդիսանում է որպես շահագրգիռ կողմ, քանի որ նրանք բաժնետեր են հենց Լիդիան Ինտերնեշնլ կամպանիային, դա իհարկե Արմեն Սարգսյանը, նախկին Հայաստանի նախկին վարչապետը, որ հիմա Մեծ Բրիտանիայում դեսպան է և մեծ դեր է խաղացել այս ծրագրի այդպես լոբի անելով, որովհետև երևի շատերը հիշում են, երբ որ ինքը իր անմիջական հրավերով եկել այստեղ Արքայն Չարլզ է, ուզում էր գնալ ամուսար, ակցիայի, բայց հետո չգնաց, որովհետև ակցիաներն են այստեղ եկել, բողոքի ակցիաները և այլն և այլն։ Եվ մենք ունենք, ինչ-որ ունենք հիմա, եթե դա քաղաքական որոշում է, մենք պետք է ստույգ հասկանանք դա և նայենք այդ պրոյեկտի և ծրագրի հետագա զարգացմանը, որպես քաղաքական ծրագրի զարգացումը մենք պետք է նայենք։ Այդպես, ես ուզում եմ հիմա խոսք տալ ավելի մասնագիտական գնահատականը, քանի որ ջերմուկը նոր է մտել, Նազելի Վարդանյանը և իրավաբանական և որպես ջերմուկի, ես չգիտեմ, պատվավոր գունակ է ջերմուկցի, այո, խնդրում եմ Նազելի, ձեր քաղաքական առումով, ինչպես եք դուք գնահատում ջերմուկի այդ քաղաքականությունը, զարգացման և այլն այս պարագայում։ Բարև ձեզ, ի սկզբանե, որ ջերմուկը չէր հանդիսանում ազդակիր համայնք, դա անթույլատրելի էր և մի քանի փորձաքննություն անցավ փաստորեն այս ծրագիրը առանց ջերմուկը ներգրավելու որպես ազդակիր համայնք և ջերմուկցիները բազմաթիվ անգամ հավաքվել են բողոքի իրենց խոսքը ասել են, դրա վերաբերյալ ստորագրահավաքներ ա եղել, նույնիսկ դատարան դիմողներ են եղել, որի արդյունքում փաստորեն բացասական որոշում են ստացել դատարանից, բայց դրանից հետո այդ ճնշումների ազդեցության տակ, թե արդեն որ բոլոր հարցեր իրանք լուծել են, ջերմուկը որպեսի իդեալական սարքեն ճակերտների մեջ իրենց ծրագիրը, ջերմուկը մցրին, որ ճանաչեցին որպես ազդակիր համայնք, բայց ճանաչելով ոչ մի բան ջերմուկի համար չփոխվեց։ Առաջինը, որ ջերմուկում որևէ լսում չարեցին և ջերմուկցիների կարծիքը այդպես էլ չլսվեց, իսկ դա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի կոպիտ խախտում է, որովհետև եթե ազդակիր համայնք է և այնտեղ լսումներ ու քննարկումներ չեն կատարում և այդ ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում, ուրեմն այդ փորձաքննությունը չի կարող օրինական ճանաչվել։ Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ եթե նախկինում ջերմուկը չի ճանաչվել ազդակիր համայնք և հետո վերջերում է ճանաչվել, ուրեմն նախկինում տրված բոլոր փորձաքննական եզրակացությունները պետք է անվավեր ճանաչվեն, որովհետև արդեն դա խախտումով է։ Եթե դուք գտնում եք, որ ջերմուկը իրոք ճնշման այդ գործոնները ազդելու է ջերմուկի վրա և նա ազդակիր պետք է լինի, ապա նախկինում եթե դուք հաշվի չեք առել այդ հանգամանքը, ուրեմն դա շատ կոպիտ խախտում է շմագի և փորձաքննության մասին օրենքի և այդ հիմքով ես կարծում եմ, որ բոլոր նախորդ որոշումները, փորձաքննական եզրակացությունները պետք է անվավեր ճանաչեն։ Մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ես ուշադրություն ուզում դարձնել, որ
Շմագի մասին օրենքում շատ հղումներ կա, տարբեր որոշումներ, որ պետք է կառավարության կողմից կարգավորվի եւ մի շարք որոշումներ ընդունվել է եւ ամենակարևոր որոշումը չի ընդունվել։ Դա կառավարության կողմից օրենքում հղում է արվում, որ դա պետք է ընդունվի կառավարության կողմից շրջակա միջավայրի վրա գնահատման մեթոդիկան հաստատելը։ Կառավարությունը մինչև այսօր գնահատման մեթոդիկան չի հաստատել։ Եթե այսօր մենք չունենք գնահատման մեթոդիկա, դա նշանակում է, որ փորձաքննություն իրականացնող մարմինը չի իրականացնում ռեալ գնահատում, որովհետև մեթոդիկա չունի եւ բոլոր այդ օրենքից հետո ընդունված կայացված բոլոր եզրակացությունները բոլորը պետք է անվավեր ճանաչվեն, որովհետև օրենքի պահանջից չեն բխում։ Ինչ վերաբերվում է ջերմուկին, ջերմուկը դա մի յուրահատուկ վայր է եւ մեր իրոք գանձն է Հայաստանի, որովհետեւ միակ եվրոպական ոճի եւ եվրոպական ստանդարտներով կառուցված առողջարանն է, իսկ ջերմուկի ջուրը դա հազվագյուտ ջրերից մեկն է, աշխարհում կա նույն բաղադրությամբ երկու ջուր, դա Չեխիայի Կարլովի Վարին է, Կարլսբադն է եւ ջերմուկն է։ Իր բաղադրությամբ ջերմուկը ավելի ուժեղ է, որովհետեւ ավելի խորքային է։ Եվ այդ առողջարանը ստեղծվել է հենց մարդկանց առողջությունը վերականգնելու համար, ու ժամանակին ջերմուկում կար մի թանգարան, որտեղ պահվում էին մարդկանց բոլոր այդ հաշմանդամների բոլոր պարագաները, այսինքն մարդիկ գալիս էին, բուժվում էին եւ առանց այդ պատգարակների, առանց այդ սայլակների վերադառնում էին, ու դա շատ տպավորիչ էր, որ մարդիկ մտնում ու տեսնում էին, որ դա իրոք բուժիչ ջուր է։ Եվ այսօր մենք ջերմուկը կորցնում ենք։ 2008 թվականին կառավարությունը որոշում է ընդունել ջերմուկը ճանաչել որպես զբոսաշրջության կենտրոն։ Հիմա այդ որոշումը եւ այս հանքավարի գործարկումը լրիվ հակասության մեջ են, որովհետեւ չի կարող առողջարան լինի, զբոսաշրջության կենտրոն լինի եւ այդքան գումարներ տրամադրվի այդ ջերմուկը որպես կենտրոն զարգացման համար եւ մյուս կողմից հանքավար լինի ընդամենը 7-ից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում, որ մենք ասում ենք, որ այդ ցնցումները, այդ պայթեցումները կազդեն ջերմուկի ջրերի աղբյուրների գոյության վրա, որովհետև ջերմուկում նույնիսկ երբ որ շենք են կառուցում, պայթեցումներ ֆունդամենտի չեն անում, շատ բանով այդ տեխնիկայով իրանք միայն փորում են, որովհետև ցանկացած ցնցում առաջացնում է ջերմուկի ջրի աղբյուրի կորուստ։ Եվ այն ժամանակ ասում էին, չէ, այնքան թեթև ցնցումներ ա լինելու, որ 5 մետրի վրա դու կարող ես կանգնել եւ քեզ ոչ մի բան չի լինի։ Հիմա պարզվում է, որ այնտեղ այնքան ցնցումներ է, սա արդեն իրենց ներկայացված 16 թվականի ներկայացված փաստաթղթում, որ այնպիսի ցնցումներ է լինելու, որովհետեւ եւ փոշու, եւ գարշահոտության, եւ աղմուկի ազդեցությունը լինելու է էական, ու նույնիսկ մայիսի 5-ին, այս տարվա մայիսի 5-ին, այդ գեոթիմի աշխատակիցները շրջայց են կատարել Գնդեվազի բնակիչների տները, նայել են ինչ ճաքեր կա, որ հետագայում, այսինքն նախատեսում է, որ ավելի շատ ճաքեր ալնելու այդ ցնցումներ։ Դու պատկերացնում եք դա ինչ է։ Եթե շենքը պետք է ճաք տա, ուրեմն այդ աղբյուրը հաստատ կկորի, որովհետև այդ բալանսից այդ ներդաշնակությունը կկորի։ Բացի դրանից, երբ որ մենք այն ժամանակ ասում էինք, որ ստորգետնյա ջրերի աղտոտում տեղի կունենա, ասում էին, չէ, ոչ մի աղտոտում չի լինի։ Հիմա իրենց բոլոր փաստաթղթերում նշում են, այո, որ բաց ապարների այդ անձրևների ձնհալի արդյունքում բաց ապարների այդ ազոտային միացությունների, նիտրատների եւ չգիտեմ այլ քիմիական տարերը կներծծվեն ստորգետնյա ավազան եւ այդ ստորգետնյա ավազանի ջրերը կաղտոտվեն, այսինքն այդ ջրերը լցվելու են եւ Սևան, որովհետեւ Սևանի ջրհավաք ավազանի մեջ է մտնում Կեչուտը, Սպանդարանը, Արփան։ Ուրեմն փաստորեն անտեսել են եւ այդ օրենքները եւ ջերմուկի հետ կապված ուզում եմ ասեմ, որ
այդ փոշու ազդեցությունը, քանի որ ջերմուկը գտնվում է 2100 մետրի վրա եւ այդտեղ թթվածնի պակաս կա հենց բնական, միայն այդ կանանց զանգվածներ, որ պահում է, որ ջերմուկցիները կարողանում են այդտեղ բնակվեն եւ մարդիկ հանգստանան, հիմա եթե այդտեղ պետք է փոշով հագեցված լինի գարշահոտ եւ այդ թունավոր մետաղների փոշին պետք է մարդիկ շնչեն, հենց այդ բնակիչների համար է արդեն վտանգավոր դառնում այդտեղ ապրելը։ Իդեպ ասեմ, որ այդ 2100 մետրի վրա որևէ գյուղատնտեսական մթերք չի աճում, նույնիսկ կարտոֆիլ չի աճում ջերմուկում, այսինքն գյուղատնտեսությամբ ջերմուկցիները չեն զբաղվում եւ ըստ օրենքի չեն կարող զբաղվել, որովհետեւ գյուղատնտեսության զարգացումը առողջանային գոտում արգելված է, որովհետեւ դա էլ կարող է ազդել ջերմուկի ջրերի որակի վրա։ Զարմանում եմ այն հայ մասնագետների կամ կառույցների, որոնք փորձում են ինչ-որ համագործակցեն, որովհետեւ դա իրոք կբերի շատ վատ հետևանքների, որովհետև ռիսկը շատ մեծ է։ Իմ գործընկերները խոսեցին ջերմուկից, Սևանից, իհարկե մենք այդ ուսումնասիրությունները չենք արել, քանի որ այդ առումով մենք չունենք գիտելիքներ, բայց կենսաբազմազանության առումով մենք արեցինք եւ ապացուցեցինք, որ այնտեղ կան այդ մեր Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակները եւ ըստ մեր օրենքի ֆլորա եւ ֆաունա իհարկե եթե այնտեղ կան կենդանիներ Կարմիր գրքում գրանցված այնտեղ ոչ մի տնտեսական, այսինքն հանքարդյունաբերություն չպետք է իրականացվի, դա էլ օրենքի խախտում մեր կողմից համարվում երկրորդը ես ինչ եմ ուզում նշեմ, ամուսարը չի եւ այսօր նույն Վայոց ձորի մարզում մենք տեղյակ ենք, որ իրականացվում մի շարք հանքերի ուսումնասիրություններ եւ փաստորեն Սյունիքը արդեն աղտոտված է հանքերով, մի շարք այլ մարզեր Լոռին եւ չթվարկեմ Արարատի մարզը եւ այլն եւ այլն։ Մեր երկրի ընդերքը պատկանում է Հայաստանի ժողովրդին։ Կառավարությունը ինքն է որոշում դրա ուրեմն կառավարման օգտագործման եղանակները։ Ցավոք սրտի մեր կառավարությունը որոշել է, որ մեր ընդերքի պաշարները 100%-ով կարելի է տրամադրել մասնավոր ընկերություններին օգտագործման։ Դրանցից մեկը Լիդիան ընկերությունն է, որը փորձել է ներկայացնել համաշխարհային հանրությանը, որ ինքը հայտնաբերել է նոր հանքավայր Հայաստանի Հանրապետությունում։ Սկսենք դրանից։ Ամրոցի հանքավայրը դա միֆ է իրական ըստ էության եւ ինքը գոյություն չունեցող հանքավայր է։ Դա վաղուց բոլորին հայտնի 1961-ից 63 թվականին ուրեմն արդեն ուսումնասիրված սովետական երկրաբանների կողմից Կակավասարի հանքավայրն է։ Ինչու է ստեղծվել այդ միֆը։ Միֆը ստեղծվել է նրա համար, որպեսզի միջազգային կազմակերպությունները այդ միֆը վերցնեն իրանք էլ մասնակից դառնալով օգտագործեն եւ համարեն այսպիսի նոր հանքավայր Հայաստանի պատմության մեջ, անկախ Հայաստանի եւ սկսեն ներդրումներ անել այդ հանքավայրի մեջ։ Հիմա եկավ 2009 թվականը եւ դրանց հետո ուրեմն մի քանի անգամ Լիդիան Ինտերնեշնալ ընկերությունը ներկայացրեց տարբեր նախագծեր այդ հանքավայրը շահագործելու համար, թվով 4 նախագիծ։ Այդ ձև բան Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ մի հանքավայրի շահագործման համար ներկայացվի 4 նախագիծ մենակ Հայաստանի օրենքների շրջանակներում, պլյուս 3-4 նախագծեր եւ բնապահպանական սոցիալական գնահատականներ միջազգային կազմակերպություններին։ Այդ ամեն ինչը էլի արվել է ընդամենը այդ մեր ասած պատասխանատու հանքարդյունաբերության միֆը ստեղծելու շրջանակներում։ Այդ բոլոր նախագծերը ոչ թե նախատեսված էին իրական վտանգները գնահատելու համար, այլ նախատեսված էին, որպեսզի միջազգային ինվեստորներին եւ կազմակերպություններին ցույց տան, որ տեսեք մենք ինչ լավն ենք աշխատում ենք եւ նաեւ մեր այսպես կոչված պետական մարմիններին, որոնց ընդհանրապես չի հետարկում թե ինչ է գրված այդ նախագծերի մեջ, իրենց կարևորը ինչ կստանան իրենք դրանից եւ դրա արդյունքում ինչ կստորագրեն ինչի տակ։ Հիմա ուրեմն 2011 թվականից սկսեցին շատ հետաքրքիր պրոցեսներ Ամուրսարի հետ կապված։ Ուրեմն երբ որ իրենք ունեցան խնդիրներ ֆինանսավորման հայտարարման ֆինանսավորման հայտարարման համար, այսինքն իրենց պետք էր ինվեստորներ, որոնք որ կներդնեն այդ ծրագրի մեջ գումարներ, բայց քանի որ ըստ էության ծրագիրը տնտեսապես շահավետ չէր այդ պայի ոսկու գներով եւ այդ ծախսերը այնքան բարձր էին, որ մոտապես $700 մեկ ունցիա ոսկու համար, դրա համար մարդիկ ինվեստորները արտասահմանյան չեն ուզում ներդրում կատարեն այդ ծրագրի մեջ։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի հատ որոշում է ընդունում։ Ես անպայման ուզում եմ շեշտեմ, որովհետեւ սրանով ես ավարտել եմ խոսքը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է մի որոշում, որի արդյունքում որոշումը ես չեմ բացատրի ինչա, բայց ինքը կախված ինքը ուրեմն վերաբերում էր բաց հանքերի
շահագործման տեխնիկական նորմատիվների հետ, այսինքն այնտեղ փոփոխում էր որոշակի նորմատիվներ ճանապարհների բեռնատար մեքենաների այդ իջնելու եւ բարձրանալու ճանապարհները կառուցման նորմատիվները։ Այդ փոփոխության արդյունքում միայն ուրեմն Ամուրսարի ծրագրի ծախսերը նվազեցին 86 միլիոն դոլարով։ Եթե դուք որպեսզի հասկանաք 86 միլիոն դոլարը ինչ է, դա ամբողջ իրեն ծախսը 400 միլիոն դոլար է մոտավորապես։ Այսինքն մոտավորապես 20%-ով պակասեց միայն մեկ կառավարության որոշումով այդ ծախսերը։ Դրանից հետո իրենք մի տարի հետո ճարեցին այդ ֆինանսավորումը, այսպես ասած։ Հիմա ես դիմում եմ բոլոր այն միջազգային կազմակերպությունների եւ ինվեստորներին, որոնք որ այսպես կոչված ֆինանսավորում են պատասխանատու հանքարդյունության այսպիսի գեղեցիկ Legion International ընկերությանը, իրենք չեն տեսնում, որ այստեղ շատ սիրուն գեղեցիկ կոռուպցիոն գործարք է իրականացվել։ Այսինքն 86 միլիոն դոլար նվեր տալ մի կազմակերպության, հենց այն ժամանակ որ իրան պետք է այդ նվերը ու այդ բոլոր այդ համաշխարհային բանկը, Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկը, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունները աշկ են փակում այդ ամեն ինչի վրա ու ձայն չեն հանում եւ այդ ամեն ինչը շարունակվում է։ Այդ ընթացքում էլի որոշումներ են եղել, իհարկե, որոնք ես կասեմ, մեկը վերաբերում է բուսական Աբսուրդային որոշում, որով թույլատրվեց Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը տեղափոխել, որը էլի օրենքի խախտում էր, եւ երրորդ որոշումը, որը որ Սևանա լճի ջրավակ ավազանի սխեմայի փոփոխություն կատարվեց, որբիսի Որոդան Արփա, այսինքն Սպանդարյան ջրամբարից Կեչուտի ջրամբար գնացող թունելի հեռավորությունը այնպես որոշվեց, այդ որոշումով փոփոխվեց, որբիսի իրենց ցիանիդային վերամշակման ֆաբրիկան եւ հարտակը ընկնի Սևանի ավազանից դուրս։ Այսինքն այս մի 3 հատ որոշում, որոնք որ ուղղակի թաքնված կամ ակնհայտ կոռուպցիայի բան են։ Ինչ բնապահպանական գնահատական, ինչ ռիսկերի գնահատական։ Երկու բառել ասեմ ուրեմն այդ Որոդան Արփա թունելի մասին եւ ավարտեմ խոսքս։ Ուրեմն բազմաթիվ մասնագետներ Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետները դեմ են արտահայտվել այս ծախսագծին, իմ ընկերներն գործընկերներն էլ նշեցին։ Բայց ուզում եմ նշել հատկապես Որոդան Արփա թունելի մասին եւ վերջացնեմ։ Ուրեմն նայեք 2004 թվականին շատ այսպես հանդիսավոր ձևով բացվեց Որոդան Արփա թունելը։ Այն ժամանակ Անդրանիկ Մարկարյանը կտրեց այդ ջապավենը եւ ասա, որ տարեկան 160 միլիոն խորանարդ մետր ջուր Սպանդարանի ջրամբարից պետք է տեղափոխվի Կեչուտի ջրամբար, հետո Սևան բնականաբար։ Պարզվեց, որ դա մեր սիրելի եւ հարգելի կառավարության հերթական փուչիկն է։ Անցել է ուրեմն 12 տարի, այդ ուրեմն թունելով մի գրամ ջուր չի տեղափոխվել Սպանդարանի ջրամբարից դեպի Կեչուտի ջրամբար եւ հետո Սևան։ Հարց, ինչու չի տեղափոխվել։ Ինչու համար է կատարվել այդ ծախսը, դա չպետք է տեղափոխվեր։ Ես հիմա ենթադրում եմ, որ երբ որ 2006 թվականից արդեն սկսեց նախատեսվել Ամուրսարի ծրագրի իրականացումը, իրենք հասկացան, որ լուրջ խնդիրներ կարող են լինել, դրա համար իրանք որոշեցին այդ թունելը կառուցված ուղղակի չօգտագործել։ Իսկ լուրջ խնդիրները ինչու՞մն է կայանում։ Ուրեմն մասնագետների կարծիքն եմ հիմա փոխանցում, իմ կարծիքը չեմ փոխանցում, քանի որ Ամուրսարը ինքը հրաբխային գոյացություն եւ ունի շատ ճեղքային ապարներ, եթե այդտեղ հանքավայրը բացվում է որպես բացահանք եւ ինքը նաեւ թթվային հանքավայր է, թթվային ապարների հանքավայր է, ուրեմն երբ որ սկսվեն անձրևային ծնալքների եւ մյուս հոսքերի առաջացումը, այդ ամբողջ հոսքերը անմիջապես այդ ճեղքային ապարներով հոսում են դեպի ներքև, երբ որ ինքը բացված է, բացահանք է արդեն։ Եվ այդ թթվային ջրերը, որոնք որ շատ ռեակտիվ եւ շատ ագրեսիվ ջրեր են, հոսելու են եւ իրանք ազդելու են բնականաբար 1 կիլոմետր ընդամենը հեռավորության վրա գտնվող այդ թունելի վրա։ Նախ եւ առաջ ուրեմն վնասվելու են եւ ոչնչանալու են թունելի կառուցվածքները, այսինքն այդքան ծախսը լցվելու է ջուրը, երկրորդը ջուրը, որը որ տեղափոխվելու է Սևան, ունենալու է լրիվ այլ քիմիական կազմ, քան ունի այժմ։ Հիմա այս ամեն անկառավարելի ռիսկերի վրա խաչ է քաշել մեր կառավարությունը, ելի կգրեմ 3 հատ էլ որոշում է կայացրել, որը որ նպաստել է Ամուրսարի եւ Լիձենի առաջխաղացմանը, որը ըստ էության կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է, բայց համաշխարհային կազմակերպությունները աշկ փակած շարունակում են։ Իսկ այդ 50 կամ 60 միլիոն տոննան ոսկին իրենք կարողանան շահագործել, թե չեն կարողանա, կա թե չկա այդ ոսկին, իմ համար դա է մեծ հարց եւ հարցական ու այն ինվեստորներ, որոնք որ փող են դրել այդ ծրագրի մեջ, իսկ մենք լուրջ խնդիրներ ունենալու եւ Հայաստանի ժողովրդի հետ եւ նաեւ իրենց ինվեստիցիաների հետ։ Ու ես կոչ եմ անում հատկապես տեղի բնակիչներին, հատկապես Ջերմուկ եւ Գնդեվազ գյուղի Ջերմուկ քաղաքի եւ Գնդեվազ գյուղի բնակիչներին, որոնք իրենք անտարբեր չլինեն եւ իրենք ոտքի կանգնեն այս ծրագրի դեմ ավելի կտրուկ։ Քանի որ այդտեղ մեծ ծավալների պայթեցումներ լինելու, մթնոլորտային օդի աղտոտումները, արդեն իրանք նշում են դա, որ լինելու է փոշու մեծ ծավալ, լինելու է գարշահոտություն եւ վիբրացիա։
որը մթնոլորտային օդի մասին օրենքի մի շարք նորմերի խախտում է։ Ջրերի աղտոտման մասին, եթե նախկինում իրանք հերքում էին, հիմա իրենք հենց նշում են, որ բաց ապարներից լվացվելու է եւ նիտրատները, եւ ծանր մետաղները, եւ Մենդելեևի աղյուսակի բոլոր այդ նյութերը լցվելու են ստորգետնյա ջրավազան եւ դա ներծծվելու է, լցվելու արդեն Սևանի ջրհավաք ավազանը, որը հենց Սևանն է վտանգվելու։ Մենք գտնում ենք, որ նույնիսկ Սևանի կողքի բնակավայրերը նույնպես ազդագիր պիտի համարվեն, որովհետև Սևանը վտանգվելու է բոլոր դեպքերում մի քանի տարի հետո մենք դա կտեսնենք անպայման։ Ջրերի մասին իրենք, եթե մենք ասում ենք, որ աղբյուրները կորելու, իրանք ասում էին չէ։ Հիմա իրանք նշել են, որ ջերմուկի հիմնական ջերմուկ քաղաքը սնուցող հիմնական ջրի աղբյուրը կորելու է, ընդհանրապես ցամաքելու է եւ շատ վտակներ, որոնք սնում են գնդեվազը եւ այլ գյուղերը շրջակայքի, դրանք լրիվ ցամաքելու են։ Խմելու ջրի աղբյուրների մասին է խոսքը, որը այդ բարձր լեռների վրա է եւ այդտեղից ջերմուկ քաղաքը օգտվում է կեչուտը, ջերմուկը, գնդեվազը, սարավանը դրանք օգտվում են խմելու ջրի եւ իրենք արդեն նշում են, որ այդ աղբյուրները ցամաքելու են եւ իրենք շատ տեղեր վտակների հուն են փոխում։ Շատ կարեւոր է, որ լանդշաֆտային խախտում է լինելու, քանի որ բաց հանք է, շատ լանդշաֆտներ վերանալու են եւ արդեն իրենք այս վերջի փաստաթղթերի մեջ նշում են, որ դրանք անդառնալի process-ներ են եւ այդ տարածքները նույնիսկ վերականգնման, այդ իրենց բառերն եմ ասում, նույնիսկ վերականգնման ենթակա չեն, այսինքն նույնիսկ հետագայում իրենց ռեկուլտիվացիայի, իրենց վերականգնման ծրագրի մեջ իրանք չեն էլ մտցնելու, որտեղ այնպիսի վիճակի են հասցնելու, որ դա չի վերականգնելու։ Հիմա եթե դա չի վերականգնվելու, որտեղ են իրանք բերելու վերականգնեն այն բնակատեղին, որը այդ կարմիր գրքում գրվածներին է վերաբերում։ Մի շատ կարևոր բան ասեմ, այդ կառավարության որոշումը, որ ընդունել են բուսական աշխարհի մասին ու ասում են, այս բույսը տեղափոխենք Սևանի այգի, ուրեմն օրենքը լրիվ ուրիշ բան է ասում։ Առաջինը բուսական աշխարհի մասին օրենքը ասում է, որ պաշտպանության ենթակա են բոլոր բույսերը, անկախ նրանից կարմիր գրքում են թե չէ։ Ստեղ բոլոր բույսերի մասին հետազոտություն չի արվել եւ այդ բոլոր բույսերը ոչնչանալու են, որտեղ բաց հանքով լրիվ այդ լանդշաֆտը փոխվելու է։ Ինչ վերաբերում է կարմիր գրքում գտնվող բույսերին, այնտեղ ոչ միայն բույսի մասին է խոսում, այլ նրա բնակատեղի մասին է ասում, այսինքն այդ արեալի մասին է ասում։ Ու եթե դու վերցնում տանում ես ինչ որ մի պրաբիրկայի կամ ինչ որ մի փակ տարածությունում դա աճացնում ես այդ բույսը, դու չես պահպանում այն արեալը, որտեղ ինքը աճում է բնական պայմաններում ու դա հետագայում էլի չի վերականգնվելու, որի մասին իրենք խոսում են։ Ընդերքի մասին օրենքում հստակ նշված է, որ այդ պայմաններում իրավունք չունեն, եթե կա կարմիր գրքում գրանցված բույսեր, եթե կան պատմամշակութային օբյեկտներ, իրավունք չունեն եւ հանքային ջրեր, իրավունք չունեն ընդհանրապես հանք արդյունահանություն անել։ Եթե նախկինում իրենք հերքում էին, որ ընդհանրապես այդտեղ պատմամշակութային օբյեկտներ չկա, այսօրվա իրենց ներկայացած փաստաթղթում նշում է, որ այդտեղ կան 81 դամբարանային եւ պատմամշակութային տեղանքներ, որոնք այդքան էլ կարեւոր չեն։ Ուրեմն պետք է գեոթիմը որոշի, թե այդ 81 դամբարանները կամ պատմամշակութային հին օբյեկտները մեր երկրի համար նշանակություն ունեն, կարեւոր են, թե կարեւոր չեն։ Այսինքն բոլոր այս թվարկածս օրենքները խախտվում են։ Մի րոպե ես ուզում եմ, որ Լևոնը շարունակի, որպես ուղղակի որպես տեղանկային, հա, ինչ ռիսկերի տակ կգտնվի, որ ուրեմն նայեք, քանի որ ամուսարը գտնվում է ուրեմն մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ որ ձևավորվում են երկու հիմնական գետային ավազաններ, դա Որոտանի գետային ավազանն է ձևավորվում, որը հոսում է դեպի Սյունիք եւ մյուս կողմից Արփա գետն է ձևավորվում իր դարբ վտակով։ Այսինքն բացահանքի շահագործման դեպքում դա ակնհայտ եւ արդեն ապացուցելու կարիք չկա, այդ գետերի ջրերի քիմիական կազմը փոխվելու է բացահանքի շահագործման հետևանքով։ Այսինքն քամիների եւ այլ եղանակներով այդ ծանր մետաղները տեղափոխվելու են այդ ջրային ավազաններ, հոսքերի եւ ստորերգա եւ մակերևույթային եւ բնականաբար այդ գետերի քիմիական կազմը ջրի փոխվելու է, դա ակնհայտ է։ Հետո նաև փոխվելու է Սպանդարանի ջրամբարի քիմիական կազմը, հնարավոր է նաև Կեչուտի ջրամբարի, ինչպես նաև Սևան տեղափոխող ջրի, ինչպես մենք ասացինք։ Բացի դրանից մենք գտնվում ենք մի այնպիսի տարածաշրջանում, այդ ամուսարի հանքավայրը, որը
ունի 8-ից 9 բալ սեյսմանության գործակից։ Այդպիսի տարածքում գործունեություն ծավալելը նույնպես ունի լուրջ ռիսկեր։ Բացի դրանից մենք չմոռանանք նաև, որ գնդեվազից 500 մետր հեռավորության վրա տեղակայվելու է Նատրիումի ցիանիդով վերամշակման ֆաբրիկան եւ իր հարտակը, որը գտնվում է ընդամենը Արփագետից 1 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն ցանկացած դեպքում եւ վթարային եւ ոչ վթարային պայմաններում կարող է լինել լուրջ արտանետումներ նաեւ Արփագետի ավազան։